Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Պարոն Բադալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, խոսենք ամենաթեժ թեմայից, այս մի քանի օր է մեր սահմաններին, անմիջական սահմանների մոտ պատերազմ է ընթանում, հերթական հարվածը իսրայելա-ամերիկյան Իրանի վրա տեղի ունեցավ եւ պատերազմի մասշտաբները ժամ առ ժամ կարծես ավելանում են։ Ինչ սպասել այս առումով եւ արդյոք վտանգներ կան, որ հնարավոր է այս պատերազմը շարունակվի այնքան թեժանալ, որ նաեւ վտանգներ ներկայացնի մեր երկրի հետ կապված։ Նախ սկսենք դրանից, որ սա մենամարտ չէ, որտեղ մի կողմը այո, մի կողմը Իրան, մյուս կողմը բացահայտ Իսրայել եւ Միացյալ Նահանգներ, այսինքն երկուսը մեկի դեմ։ Թե ինչքանով Իրանին Չինաստանը օգնում, դա դնենք մի կողմ, բացահայտ Իրանը մենակ է, բացահայտ այստեղ երկուսն են։ Սա մեկ, երկրորդը Իրանը չի հարձակում ամերիկյան բազաները, Իրանը պատասխանում է հարձակումներին, որովհետև առաջին նախահարձակը եղավ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, ինչն էր առիթը, իհարկե առիթային էր, որ Թրամփը ինչ որ անիրականանալի պահանջներ ներկայացրեց Իրանին, միջուկային զենքեր կապված, ոչ այնց Իրանը միջուկային զենքեր չէր արտադրում, այլ միջուկային վառելիքը հան, ուրեմն զրոյացնել Իրանից գնել միջուկ, այսինքն Միացյալ Նահանգներից գնել միջուկային վառելիք, իր հրթիռային ծրագրերը վերացնել, չօգնել դաշնակիցներին տարածաշրջանում, այսինքն կապիտուլյացիա ենթարկվել, ինչը Իրանը երբեք չի գնա, Իրանը 5000 տարվա պետություն է, Թրամփի նման 5 այս ղեկավարներից, սկսած են 5 Հռոմից, Եգիպտոսից, Մակեդոնացուց եւ այլ մինչեւ մերորդ տեսերը էլի կտեսնի։ Այնպես որ այո, վնասներ կրում է Իրանը, բնականաբար, բայց կապիտուլյացիա չի ենթարկում եւ Իրանին դու չես կարող կապիտուլյացիա ենթարկել օդային հարձակումներ տալով, հատկապես երբ որ պատասխան ես տալիս, իսկ Իրան բավականին լավ պատասխան է տալիս այն աշճանի, որ անգամ կարելի ասել անսպասելի էր այս նման հարձակումը եւ հարվածում է ոչ միայն Իսրայելին եւ բավական հաջող, չնայած Իսրայելի գրականությունը թույլ չի տալիս դա ցուցադրել, բայց անունները հարվածում է նաեւ մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան բոլոր, այսպես ռազմական բազաներին, նաեւ առևտրական կամ կոմերցիոն օբյեկտներին եւ այլն, սա հիշենք կոմերցիոն օբյեկտների հետ կապված, որովհետեւ նաեւ Հայաստանում էլ կա նման ուրեմն կոմերցիոն օբյեկտ, այդպես է ներկայացում, չնայած իրականում նա կոմերցիոն չէ, բայց այնուամենայնիվ հարվածում է այդ տեղերին։ Դա բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ կախված մի քանի հանգամանքից, թե ինչ աշճանի կհասնան այս մարտական գործողությունները, հասկանալի է, որ Իրանում ինչպես Թրամփն է խոսում, թե իշխանափոխություն պետք է լինի, բնականաբար իշխանափոխություն չի լինելու, որտեղ իրենց հաջողված սպանել հոգևոր առաջնորդին եւ բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարների, որոնք անմիջապես փոխարինվում են նորերով, որտեղ այնուամենայնիվ 91 միլիոն նանոց երկիրը ավելին, քան 91 միլիոն եւ ինքը ունի բազմաթիվ ուրեմն գեներալներ, որոնք անմիջապես մեկը ուրեմն փոխարինում են։ Այո, դա խնդիր չէ։ Իհարկե, ցանկացած գեներալի կորուստը դա պրոբլեմատիկ է, խնդիր է, բայց այնուամենայնիվ փոփոխությունները կատարվում են շատ արագ։ Հիմա ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի վրա, մեր տարածաշրջանի վրա արդեն ազդում է, որովհետև նախկինում, երբ որ հարցազրույցներ ենք տալիս, մենք նշում ենք, որ մոտենում է ընտրությունների ժամանակահատվածը եւ այստեղ իշխող քաղաքական ուժը ստանում է բացահայտ աջակցություն Եվրամիության գլոբալիստներից, Եվրամիության անդամ շատ երկրներից, անգամ եթե նա գլոբալիստ չեն ազգայնական են, ինչպես Գերմանիան, Բրիտանիայից աջակցություն ստանում, Իսրայելից աջակցություն ստանում, անուղղակի ձևի Թուրքիայից, նո Իսրայելը անմիջապես չի աջակցում Հայաստանի իշխանություններին, Իսրայել, Ադրբեջան, Թուրքիա այս կոնտեքստով են ուրեմն խառնվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև մասնակի Միացյալ Նահանգներից, որի փոխնախագահ Ջեյ Վենսը եկավ եւ ուրեմն այդ Թրամփի կոչված ճանապարհը կոմերցիոն, այսպես նախագիծը բարեխոսելու եւ այլն եւ աջակցություն տվեց։ Անդեմոտ դրա դեմ պայքարում էր ընտրության մասնակից մյուս ուժերը, որոնք չցանկանալով դա պետք է դաշնակից գտնեին հանձին Ռուսաստան, Իրանի։ Այլ նրանք ժամանակը բաստողացին, որտեղ այն ժամանակ, երբ որ Իրանը հզոր էր, երբ որ ասում ենք Հայաստանը մոլդովական սցենար է լինելու, որի մասին խոսեցին, չէ՞, մոլդովական։ Իսկ Իրանի միջոցով Հայաստանում իշխանափոխություն։ Չէ, Իրանի միջոցով չէ, ուղղակի sense մի խնդիր կա, տեսեք։
Հայաստանում իշխանության ձևավորելու գործընթացում էական նշանակություն ունի աշխարհակահական գործոնը։ Բոլոր նրանք, ովքեր որ կգան եւ կասեն, որ գիտեք, այդ աշխարհակահական գործոնը նշանակություն չունի, մենք մեր ձեռքով ժողովուրդ իր քվեով պետք է իշխանություն ձևավորի, ուղղակի ցույց կտա 95 թվականից սկսած բոլոր ընտրությունները, երբ որ ժողովուրդը իր քվեով չի ձևավորել իշխանություն, որ այդ իշխանությունը այսպես թե այնպես ունեցել է աշխարհական այս կամ այն, ուրեմն կենտրոնի աջակցություն է եւ ինքը ուղղակի նկարել է իր համար ցանկալի արդյունք եւ որևիցե բան չի փոխվել, որ հիմա ասենք այ հիմա ժողովուրդը արդեն ինքը որոշել է ոնց քվեարկ այդպես էլ կլի իշխանությունը ձևավորելու, չէ, այդպես չի լինելու, իզուտեղը թող հույս չունենան, այն քաղաքական ուժը որը ցանկանում է իշխանության ձևավորման գործընթացը ավարտին հասցնել, կապ չունի նա իշխող քաղաքական ուժն է, դա ընտրության մասնակից այլ քաղաքական ուժ է, նա պետք է ունենա աջակից, բայց այն ժամանակ, երբ որ Իրանը դեռևս հզոր է նման հարձակման չէր ենթարկվել, նրա աջակցությունը կարող էր մեծապես նպաստել քաղաքական գործընթացներում իշխանապողություն իրականացնելու համար։ Հիմա Իրանը ժամանակավորապես դուրս եկել այդ խաղից։ Ռուսաստան Ուկրաինայով է զբաղված, իսկ առանց արտաքին քաղաքական աջակցության շատ դժվար է, կարելի ասել, ոչ թե շատ դժվար է, ուղղակի դու չես կարող այս պահի դրությամբ, եթե ֆորս մաժորներ չլեն, ինչ որ ներքին պայմանավորվածություններ, հա, իշխանությանը չհաղթել, իշխող քաղաքական ուժին հաղթել։ Հիմա մի հատ է դրա իշխանության հաղթել արտահայտությանը։ Բազմիցս դուք լսում եք լրատվական դաշտում, որ անդիմադիր բլոկներ, հա, կամ պետք է ձևավորենք իշխանության հաղթել։ Այո, անդիմադիր բլոկներ, որ հետընտրական շրջանում կարողանան կոալիցիոն համագործակցությամբ իշխանապողություն իրականացնել։ Ընտրություններին մասնակցում են ոչ թե իշխանությունը եւ անդիմությունը կամ անդիմադիր բլոկները, այլ քաղաքական ուժը, կուսակցությունը կամ կուսակցական դաշինքները։ Ընդդիմություն կամ իշխանություն ընդդիմություն դրանք քաղաքական ուժի կարգավիճակն են պետական կառավարման համակարգում։ Երբ որ խոսում եք ընտրական գործընթացի մասին, պետք չի խոսալ նրանց կարգավիճակների մասին, բովանդակության մասին, մրցակցում են ոչ թե կարգավիճակների իշխանություն, ընդդիմություն, այ ում քվեարկենք իշխանություն, թե ընդդիմություն, այլ բովանդակությանը, որ քաղաքական ուժին քվեարկենք։ Սա շատ կարևոր տարբերություն է, որպես մասնագիտական կարող է այդքան ընկալելի չլինի, բայց շատ կարևոր տարբերություն է, որովհետև տարբեր օրինակի համար ովքեր են հիմնական մրցակիցները, ասենք մի կողմը, Հայաստան դաշինք, Ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան, այս երեք ուժերը նրանք մրցակցում են նույն ընտրազանգվածի ռուսամետ ընտրազանգվածի համար։ Նրանցից երկուսը Սամվել Կարապետյան, Գայիկ Ծառուկյան նույն կերպարով են հանդես գալի ընտրողների առաջ։ Դրա կոչվում է մասնագիտական տերմինաբանությամբ, որ ասեմ, քաղտեխնոլոգիայի, դա կոչվում է ուրեմն հրաշագործի կերպար, խոշոր գործարար, հաջող գործարար, բարեգործություն իրականացնող գործարար։ Ռոբերտ Քոչարյանը, որպես դաշինքի ղեկավար, որտեղ դա լիդերային դաշինք է, հանդես է գալիս որպես հաղթողի կերպարով, հա, Արցախում է հաղթել եւ այլն, դա շատ մոտ է հրաշագործին։ Այսինքն երկուսը նույն կերպարը ունեն, մեկը մոտիկ է եւ դրանք իրարից են ձայներ վերցնելու քաղաքական ընտրազանգվածից, քաղաքական կողմնորոշման քվեարկող ընտրազանգվածից կամ ռուսամետների ձայն խումբը 3 մասի է բաժանվելու։ Մեծ մասը Սամվել Կարապետյան, երկրորդ մասը Ռոբերտ Քոչարյան եւ մի փոքր մասը Գայիկ Ծառուկյան, իսկ հրաշագործ կերպարի ընտրազանգված, այսինքն փրկիչ քվեարկողների, որտեղ մենք ունենք տարբեր ընտրազանգվածներ։ Մենք չունենք անդիմադիր ընտրազանգված։ Ով կգա կասի անդիմադիր ընտրազանգված, արմատական անդիմադիր ընտրազանգված, չափավորը նշանակում է նա չի հասկանում ընտրազանգվածային եւ ընտրական այս մեխանիզմներից եւ դրա էությունը չի հասկանում։ Եվ փրկիչ, այսպես ասած, պարզացված ասած փրկիչ քվեարկող ընտրազանգվածից, որոնք որ հրաշագործ են մանգալի, դա բաժանվել է երկու մասի, մի մասը մեծ մասը Սամվել Կարապետյան, փոքր մասը ուրեմն Գայիկ Ծառուկյան, այսպես հաղթողի կերպարի ընտրազանգվածի մի մասը գնալու է հրաշագործին, մոտիկներ իրար հետ գնում են, գնալու է ուրեմն Սամվել Կարապետյան եւ փոքր մասը Ռոբերտ Քոչարյան։ Այն ընտրազանգվածը, որ գնում է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին եւ հիասթափվել է Նիկոլ Փաշինյանից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էլ կերպար ունի, դա պայքարողի կերպարն էր, որը պայքարում էր անարդարության դեմ, պայքարում էր օլիգարխիայի դեմ, պայքարում էր ամեն ինչի դեմ եւ ճշմարտություն եւ տուժած էր արդարությունից, այսպես
սա բանը пострадавший за правду բանտը նստել եւ այլն նրանից հիասթափված ընտրազանգվածը գնում է Վարդան Ղուկասյանի մոտ, որը նույնպես նույն կերպարով է։ Այսինքն իրենք նույն ընտրազանգվածը ունեն։ Հա, դրանք նույն ընտրազանգվածը ունեն։ Դրա համար ում հարցնում ես, ասում է ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ եմ, գնում եմ Վարդան Ղուկասյանի մոտ, որտեղ Վարդան Ղուկասյանը այդ նույն կերպարն է, բայց ավելի գրագետ, ավելի հասուն, ավելի քաղաքային, իր մոտ է գնում։ Դրա համար են շատերը ասում Նիկոլ Փաշինյանից հիասթափված է, Փաշինյանից ավելի գրագետ ու հասուն է Վարդան Ղուկասյանը։ Որպես կերպար, այո, ավելի գրագետ է ներկայացնում իր խոսքերը, ամեն դեպքում ոստիկանության օպերատիվնիկ է եղել եւ այլն, այսինքն պերաշկի ուտող չի էլի։ Դե Փաշինյանը լրագրող է։ Հա, դե ամեն լրագրող դնենք մի կողմ, հա, այսպես ասած Պերաշկին հիշեցրեցիք։ Հա, կներեք էսի ավարտենք։ Չէ, պարզապես այդ դիտարկումը այսօր Արդարադատության նախարարն ասում էր, ինչ վատ բան կա, դուք չեք սիրում պերաշկի եւ եգիպտացորեն։ Հա, պերաշկի ուտի, ավելի լավ է պերաշկի ուտի, քան արտադրության զբաղվի։ Հիմա ինչ վերաբերում է այդ կերպարին, այո, գնում են ուրեմն դեպի Վարդան Ղուկասյան։ Իդեպ հետաքրքիր է մի բան էլ ասեմ, Վարդան Ղուկասյանը ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին չուզող ընտրազանգվածը, որը ոչ մի դեպքում չի ուզում, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի նաև իր հակա, այսպես էլեկտորատը, որը ոչ մի դեպքում չի ուզում, որ այս անձը գա իշխանության բոլորը, լինի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գայիկ Ծառուկյան, չէ, բոլորն էլ իրենց կողմ մարդիկ ունեն եւ ունեն դեմերը։ Այս Նիկոլ Փաշինյանին դեմ ընտրազանգվածը էլի գրում է հիմնականում Սամվել Կարապետյան, մի փոքր մասը Ռոբերտ Քոչարյանին, որը գիտի, որ այս սանս միջոցով ինքը չի գա իշխանություն, այսինքն ընտրազանգվածը տարբեր ուրեմն կառուցվածք ունի, նաև կա տատանվող ընտրազանգված, որը չգիտի, գնա ընտրության թե չգնա, տատանվում է։ Երկրորդը գնա ում քվեարկի։ Սա էլ իհարկե ունի իր այսպես կան որոշակի տեխնոլոգիաներ, ինչպես ակտիվացնել է տատանվող ընտրազանգվածը, բայց ես դրա մասին չեմ ասելու բնականաբար։ Հիմա կներեք, պարոն Բադալյան, դուք որ ասում եք բլոկներ չէ, բայց հիմա դուք թվարկում եք բլոկներ, որոնք կարող են միավորվել։ Այդ բլոկների մասին չի խոսքը, որ բլոկների մասին է։ Սա վերացական բլոկ չի, սա ռուսամետների բլոկ է։ Այսինքն դուք կարծում եք գաղափարական հենք ունեցող իրենք նույնական, լավ։ Նույնական, ոչ թե սրանք անդիմադիր բլոկների մասին չեն խոսում։ Սրանք ընտրությունը ժամանակ խոսում են գաղափարական նույնաբովանդակ, նույնագաղափար դաշինքների մասին։ Հիմա ենթադրենք այդ գաղափարականի մի բարձ օրինակ ասեմ, որ հասկանալի լինի այդ ընդդիմություն իշխանություն։ Ասենք ինչ որ մեկ ուզում է, որ Հայաստան լինի ծովից ծով երկիր, հա, պայմանականորեն ասած, ով է ծովից ծով Հայաստանի կողմնակիցը։ Դաշնակցությունը։ Ինքը միշտ գնալու դաշնակցությունը քվեարկի։ Անկախ նրանից դաշնակցություն իշխանություն կլինի, թե ընդդիմություն կլինի, իր համար նշանակություն չունի։ Ինքը փնտրելու է դաշնակցություն ու քվեարկի, որտեղ ասում է դաշնակցությունն ուժն է, որը ուզում է, որ Հայաստան ծովից ծով լինի։ Այդ ընտրողը ասում է, ես էլ եմ ուզում, որ ծովից ծով լինի։ Ինքը քվեարկելու է դրան։ Հիմա ով որ քվեարկում է Նիկոլ Փաշինյանին, իր համար մեկը Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, թե ընդդիմություն, ինքը քվեարկում է այդ մարդուն, Նիկոլ Փաշինյանին, այդ անձնավորությանը, որը պայքարող է իր բանով, իր կերպարով, ինքը դրա համար է քվեարկում։ Ինքը քվեարկում է Սամվել Կարապետյանին, որտեղ նա հրաշագործ անձնավորություն, իր համար կարևոր չի է տվյալ դեպքում Սամվել Կարապետյանը կլինի վարչապետ չի լինի եւ այլն, ինքը դրան է քվեարկում։ Ընտրազանգվածները բավականին բարդ կառուցվածք ունեն եւ չկան դիմադիր։ Դրա համար երբ որ ասում ենք բան այդ ընտրություններին դաշինք նկատի ունենք գաղափարական, ասենք օրիենտացիոն արևմտամետ, ռուսամետ, ինչ որ հա ծովիցով Հայաստան կողմնակիցներ, իդեպ ասեմ բավական մեծ Հայաստանի կողմնակից է նաև ԱԺԲ-ն, չմոռանաք ազգային ժողովրդավարական բևեռը, որը նույնպես հանդես է գալիս իր քարտեզներով, բավականին մեծ Հայաստանի քարտեզով, հա, դե Վուդրո Վիլսոնի ուրեմն այդ պայմանագիրն է կցում։ Դեռ չեն հայտել։ Դե չէ, խնդիրը չի, եղել էլ մրցակից են հայ հեղափոխական դաշնակցության։ Ենթադրենք ձեր ասած բլոկները, չէ, ոչ թե ենթադրենք, այլ բլոկը էսպես է։ Ուրիշ հարց եմ տալիս։ Այդ բլոկները գնացին ընտրության, հավաքեցին այնքան ձայն, որը չի բավարարում իշխանության համար, իշխանությանը տապալել։ Եվ պետք է 4-րդ բլոկի միացումը լինի։ Այստեղ խնդիր կա։ Չէ, նայած Հայաստան մեծ հարցում ընդհանրապես խնդիր չկա։ Ուղղակի ես ասում եմ դու պետք է ոչ թե ասեք անդիմադիր բլոկներ, այլ ուղղակի կուսակցական դաշինքներ։ Ընտրություններին մասնակցում են ոչ թե անդիմադիր բլոկները, այլ կուսակցություն եւ դաշինքները։ Ընդհանրապես դա ճիշտ տերմինաբանություն օգտագործեն։
Առաջին հերթին ընտրություններին իշխանությունը դիմություն չի մասնակցում։ Մասնակցում են կուսակցությունները եւ կուսակցական դաշինքները։ Հիմա ինչ վերաբերում է դաշինքներին, եթե տեղի ունեցավ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանում մասնակցեցին ազնիվ արդար ընտրություն եղավ, ինչը չի լինելու, միանգամից ասենք։ Եվ ինչու եք համոզված։ Կանդրադառնանք շուտով։ Եվ տեղ ունեցավ, ասենք, հա, խոսքը օրինակ թվարկած ուժեղ Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան ստացան մեծամասնություն, նրանց միացավ թաթանվող ընտրազանգված եւ այլն։ Եվ ինչ որ չափով, ասենք, հա, ինչ որ այդտեղ խորհրդարանում նաեւ ուժ մտավ, ընդունենք այսօրվա դաշտում նաեւ չափավոր արևմտամետ որպես դաշինք է, չափավոր արևմտամետ դաշինք է, ասենք, այդ միասնության թևերը, որը նաեւ միանում են այլ ուժեր։ Եվ կարիք եղավ նրանց միացումը, այո, նրանք կարող են միավորվել, դաշին կազմել հանուն ինչ որ մի բանի ժամանակավորապես ապահովել ընդամենը քվե, որպեսզի Փաշինյանը չընտրվի։ Որպեսզի ոչ թե Փաշինյանը չընտրվի, այ քաղաքացիական պայմանագիրը չկարողանա իշխանություն ձևավորել։ Նրանք կարող են անել, կարող են չանել, չգիտեմ, բայց տեսականորեն դա չի բան խանգարում։ Իդեպ նաև ստեղ մի բան էլ ասեմ, որ կարող է նույն անի նաև դոկ կուսակցությունը, որտեղ վերջերս հետաքրքիր է, որ նրա ղեկավար Վարդան Ղուկասյանը բավականին հաջող PR կամպանիա, թե որը ես չեմ ասում բնականաբար, հաջողությամբ նա կարողացավ բավական երկար ժամանակամիջոցում այն ընտրազանգվածը, որը քվեարկել էր 18 եւ 21 թվականներին Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց հիասթափվեց, նա գնաց բան այդ նույն կերպարը փնտրեց եւ տեսավ, որ դուք ասենք ավելի, հա, Վարդան Ղուկասյանը ավելի անկալելի իր համար կերպարը, նույնական կերպարն է մի քիչ այլ, ասենք, մակարդակի, գնաց Վարդան Ղուկասյանի մոտ եւ եթե շատերի հետ խոսակցությունների մեջ հետաքրքրել կասեք, հա, որ կողքից է կասեմ, որ Նիկոլ Փաշինյանի դժգոհ ընտրազանգվածը գնում է նրա մոտ։ Վերջերս նա սկսել է նաև ռուսական, այսպես ասենք, ինչ որ շատ ռևերենսներ անել Ռուսաստանի կողմ, հա, իր ելույթից մեկում նշեց, որ Հարավային Կովկասում երկու դուռ կա՝ Թուրքիա, Ռուսաստան, ուրիշ դուռ չկա եւ այլն։ Սա պատահական չի կատարվում, սա կատարվում է նաև ռուսամետ ընտրազանգվածի մի մասը նաև իրեն տանելու, ուրեմն իր կողմը թեքելու եւ խորհրդարանում, եթե ինքը հաջողվի մտնել խորհրդարան, պատկերացեք բավականին խոշոր խմբակցություն կարող է ունենալ, ուղղակի մի խնդիր կա այստեղ։ Առաջին, վստահ եք, որ Հայաստան ընտրությունները ազնիվ արդար են լինելու։ Չէ։ Ինչու՞ չէ։ Որտեվ Կայա Կալասը ասեց, մենք մոլդովական սցենարով այստեղ իշխանություն ձևավորման գործընթացին աջակցելու ենք 15 միլիոն փող ենք տալու 20 հոգի գալու են պայքարելու դեզինֆորմացիայի դեմ եւ այլն, իսկ հետո ավելի խոշոր ներկայացություն, իսկ մոլդովական սցենարը ինքնին կառավարության պաշտոնյան օրերս վստահեցնում էր, որ մասնագետներ են գալու եւ իրեն գիտեն ձև այդ հիբրիդային պատերազմի կանխելու եւ իրեն կկանխեն դա։ Ահա, Մոլդովայում կանխեցին եւ հաջողվեց Մայասանդուն աջակցող կուսակցությանը անազնիվ տեխնոլոգիաներով վերարտադրվել։ Այնպես որ կարևոր չի ինչ ասում կառավարության ներկայացում, կարևոր ինչ ասում Կայա Կալասը ինքն է որոշում կամ Եվրամիության ղեկավարությունը։ Մոլդովական սցենարը ինքը նշանակում է անարդար, ուրեմն ընտրական գործընթաց։ Իսկ անարդարի ժամանակ առաջին մի քանի հարցեր կան։ Եթե հասկանալի է ԿՊ-ին աջակցում է Եվրոմիություն ու թվարկած ուժերը, ով է աջակցելու անդիմադի չնեղություն այսավ գաղափարական դաշինքներին, ընտրության մասնակից մյուս ուժերին, ասենք, հա, պայմանավորված ռուսամետներին, Ռուսաստանի Դաշնությունը Իրանը լուրջ պրոբլեմ ունի այսօր։ Ինքը կարող է այլևս որոշ ժամանակով դուրս գալ։ Այդ դեպքում Ռուսաստանի բայց Ռուսաստանն էլ բավականին բարդ իրավիճակում է, պես չի։ Բարդ իրավիճակում է։ Այսինքն Ռուսաստանն էլ Իրանն էլ, եթե մենք դիտարկում ենք, իրենց աջակցությունը ընտրություններում էլի խնդիր է, խնդրահարույց է։ Եթե այստեղ էլ մի ուրիշ խնդիր էլ կա, բավական շատ խնդիրներ կա։ Նախ եթե մնում է հունիսի 7 խնդրահարույց է, որտեղ եթե վարչապետը մնում է մինչև հունիսի 7, ապա հույս ունենալ, որ նա հունիսի 7-ի քվեարկությամբ չի վերընտրվել վարչապետ, մի քիչ լուրջ չի, որտեղ մոլդովական սցենարը չի ընդհանրում բոլոր ուժերի մասնակցություն, թույլտվությունը ընտրությունների մասնակցության։ Կարող են որոշ ուժերի, ասենք ուժեղ Հայաստանին չգրանցել։ Կամ ինչ որ մի ձևի ընտրությունից հանել։ Ինչպես Մոլդովայում արեցին, դա իրավիճակ է փոխում։ Մեկ, ինչա դա տեղի ունենալու։ Երկրորդ, վստահ եք, որ ասենք դոկ կուսակցությանը կգրանցեն։
Եթե չեն գրանցում, այդ իմացը քաղաքական դաշտում այս պայծրությամբ ամենաշատ կողմնակիցները ունեն այդ երկու գործիչները, Վարդան Ղուկասյանը, Սամվել Կարապետյանը, թող անցից առաջինը չեմ կարողացել, բայց բավականին ակտիվ են։ Չէ՞ գերագնահատում Վարդան Ղուկասյանի դերը։ Չէ, չեմ գերագնահատում, որովհետև կողմնակի դիտարկումներից են տալի, որ նա բավականին շատ ուրեմն ընտրազանգված ունի։ Բավականին շատ։ Չեն քնվում նրա դիտելության վրա, ասենք ինչքան մարդ է դիտում։ Կարող է 100,000 դիտի, բայց ինքը այդքան չունենա։ Որովհետև ես գիտեմ նաև ուրիշ գործիչ, որին շատ են դիտում, բայց որի անունը գրեթե ոչ ոք չի իմանում, ուղղակի դիտում են, բայց ասենք դիտելությունը դեռ դիտանդելությունը ոչ մի բան չի նշանակում։ Կողմնակի անուղակի դիտարկումներն են ցույց տալի, որ այո, բավականին, ասենք, մեծ կողմնակիցներ, պոտենցիալ կողմնակիցներ կունենա, բայց մի խնդիր կա։ Առաջին, թույլտվություն ընտրական գործընթացին 1, երկրորդ, վստահ եք, որ դուք դիտարկման գործընթացը, որտեղ օրենքով այնպես օրենք ընտրեցին, որ կարող են դիտորդների առաքելությունները սահմանափակել, երկուս։ Երրորդ, ընդունվեց այդ բարեգործության մասին օրենք, որը մի քիչ լայն մեկնաբանության առիթ է տալի, ինչ հնարավորություն կարող է տալ որոշակի կուսակցությունների չգրանցել, սա 3։ Չորրորդ, աշխարհաքաղաքական կոմեջքը ով է։ Քաղաքացիական պայմանագրին գիտենք, ովքեր են դուրը գալիս է, չի գալի, պետք է ընդունել, հստակ է, պետք է ընդունել, որ ինքը այո ունի, որտեղ որոշակի ծրագրեր է իրականացնում, ինչը բախում է տվյալ կենտրոններից։ Այս ուժերը ինչ ծրագիր են ասում։ Եթե դուք կարծում եք, որ գնացիք ուրեմն բնակավարեր եւ ասեցիք, որ գիտեք, դեղի գինի 20%։ Դրան եմ ուզում անդրադառնալ։ Մենք հիմա քննարկում ենք, միավորում են, չեն միավում, ով է թիկունք ընդդիմադիրների, ինչ են անելու։ Ընդդիմադիրները չէ, դաշին կուսակցական դաշինքների, ընդդիմադիր այդ միավորումների։ Իշխանությունը ակտիվ քարոզարշավ է իրականացնում, չնայած դրա անունը դնում է ներկուսակցական քարոզչություն։ Հիմա գնում է մարզեր, քաղաքացիների հետ հանդիպում են, Փաշինյանը գնում է ամբողջ կառավարության կազմով, քաղաքացիների հետ խոսում է, ասում է Պապիկյան, քեզ հարց ունեն, կանչում է Պապիկյանին, Պապիկյանը խոսում է քաղաքացուն, ասում է կլուծի, Ավանեսյանին է կանչում, մնացած բոլոր պաշտոնյաներին է կանչում, բայց Ավանեսյանին ոնց որ թե ավելի շատ է կանչում եւ փորձում է քաղաքացիների հետ զրուցել, իրենց խնդիրներին լուծումներ տալ, բայց սա կոչվում է ներկուսակցական քարոզարշավ։ Հիմա եթե իշխանությունը այսքան ակտիվ սկսել է այս ամեն ինչը, որտեղ են ընդդիմադիրները, ինչ են անում այս փուլում ընդդիմադիրները։ Ընդդիմադիրները չէ, ընտրության մասնակից մյուս ուժերը։ Այդպես դուք ձևակերպեք։ Չէ, ես չեմ ձևակերպում, այդպես է։ Ընդդիմադիրները պարլամենտում են։ Տարածքում ընդդիմադիրները չէ, տարածքում ընտրության մասնակից մյուս ուժերն են։ Իդեպ ասեմ, ընտրական կամպանիան վաղուց է սկսվել, անցյալ տարվա օգոստոսի 8-ին, երբ որ իշխանությունն է սկսել էլի։ Այո, իշխանությունն է։ Պետք է մեղադրել չեն սկսել, լավ է։ Չէ, ասում են ընտրություններին հաջորդ օրվանից պատրաստվում են։ Իրանք էլ հաջորդ օրվանից պատրաստվում են։ Սա մեկ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հունիսի 7-ին կայանալիք քվեարկությունից, 4 ամիս առաջ մոտավորապես իշխող քաղաքական ուժը շատ ակտիվ, իդեպ քաղաքացիների շփումը ամենաարդյունավետ ընտրական տեխնոլոգիաների թվին է պատկանում։ Երբ որ դու անմիջապես շփում ես, անմիջական շփումներ, ոչ թե ասենք հեռախոսով եւ այլն, դա բավականին ուրեմն նորմալ տեխնոլոգիա։ Ոչ դահլիճային, այլ ոչ դահլիճային։ Գնալ, չէ, դահլիճայինը ուրիշ է, դա էլ է անմիջական շփում։ Դա ձևաչափը մի քիչ ուրիշ է, շփումները պետք է նաև դահլիճային, բայց քաղաքացիների, եթե անգամ խանութ ես մատում, քեզ խանութից ասում են դուրս արի, դա նշանակություն չունի։ Այս անգամ ասեցին դուրս արի, ուրիշին չան ասում դուրս արի, այսինքն նորմալ է, այստեղ խնդիր չպետք է դու տեսնել բանի մեջ, բայց անմիջական շփումը շատ տրամաբանական է, շատ ճիշտ է, երբ որ տեղում հարցեր լուծում կամ ցույց են տալի, որ տեղում հարց են լուծում։ Սա ցույց է տալիս, ասենք, որ ինքը հարց լուծող է։ Ինչ վերաբերում է ընտրության մասնակից այլ ուժերին, ապա թե նրանք ինչ են անում, նրանք էլ են իհարկե ավտոբուսով գնում, ինչ որ մարդկանց հետ հանդիպում եւ ասում, որ դեղի գինը կիչացնեն 20%-ով, ասենք, հիմա միգուցե այստեղ պետք է ստուգել։ Երբ որ, ասենք, այն ընտրազանգվածը, որ հանդիպում են վարչապետ եւ իրեն, ասենք, պետք է այն, ասենք, կոնցեպցիան, որ ներկայացնեն վարչապետը, խաղաղության կոնցեպցիա է, հիմա դու ներկայացել չի գալի, դա ինչ որ կոնցեպցիա է, տեսլական, կյանքի ցանկալի կերպավոր հանգիստ է, կռիվ չկա, ոչ մեկ չի զոհվում, թշնամու կողմից ոչ մեկ մեզ չի նեղում, բենզին էժան գալիս է, ինչ որ մի կյանքի կերպար է։ Իսկ ընտրության մասնակից մյուս ուժերի կյանքի կերպարը որն է, ընդհանրապես դեղի 20% իջացնել, ընդհանրապես, ասենք, հարկերից ազատել, իսկ միգուցե ընտրազանգվածի համար ոչ թե դա է կարևոր,
այլ ռուսները, եթե ռուսամետներն են, չէ՞, մենք դատում, ասենք, ասում ենք, որ նրանք ռուսամետներն են։ Միգուցե նրանց համար ավելի պետք է մի քիչ այլ կյանքի կոնցեպցիա ներկայացնել, որտեղ այդ ասած կետերը իրենց տեղը կունենան։ Տնտեսական, սոցիալական վիճակը ավելի կարևոր չի, պարոն Բադալյան։ Մարդիկ ավելի շատ իրենց անձնական կենցաղի հետ կապված հարցերը չի հետաքրքրում հայ հասարակությանը։ Գիտեք, բոլորին թվում ասում են, այն ամենաշատ հետաքրքրում է տնտեսական հարցերը։ Նախ տնտեսական հարցերը պետք չի։ Տնտեսական իր կենցաղին վերաբերող, ամենօրյա կյանքին։ Ուրեմն ամենօրյա կյանքի կենցաղը չի կարելի հակադրել տեսլականին։ Դու կյանքի կերպար ես ներկայացնում, ավելի կարևոր չի։ Ուրեմն դու կյանքի կերպար ես ներկայացնում, որտեղ դա տեղադրում ես։ Եթե չկա կյանքի կերպարը, սա կարող է ինքը տեղադրելու բազա չունենա, օրինակի համար։ Շատ է հենք չունենա, այսինքն, ասի իհարկե մարդի համար հարկերը ավելի կարևոր են, բնական է, հարկը պետք է ասենք փոքր վարսանոցի տերը, իհարկե, ասում են ասում են զրոյացնել հարկերը շատ լավ բան են ասում, դա շատ կարևոր է, բայց երբ որ գնում ես քվեարկության, քո գիտակցության մեջ մի հատ կետ կա, որը քեզ ստիպում է քվեարկել այս կամ այն ուժին։ Հիմա այդ պահին որը քեզ կստիպի քվեարկել, քո, ասենք, այն որ ասում են հարկերը զրոյացնում ենք, այդ կետն է կարևոր, թե որ Ադրբեջանը մեր համար վտանգ չստեղծի, այդ կետն է կարևոր, որ կետն է կարևոր, խաղը ապրելու, այ որ կետն է կարևոր, այ ես չեմ ասում սա է կարևոր կամ այն է կարևոր, այ նրանք ովքեր մասնակցում են ընտրություններին, նա պետք է ուրեմն իրանք պետք է նրանց արժևի այդ խնդիրը դնեն, օրինակ էս մի կողմը կապն, ինքը այդ կետը դրել ասում է խաղաղ ապրելն է կարևոր։ Ու նույնիսկ եթե կներեք, եթե քո քթի տակ կոպիտ ասած պատերազմ են անում, դու քարոզչություն ես անում, ասում ես խաղաղությունը, մեզ ոչ մի բան չի սպառնում։ Այս առումով, այսինքն իրենց այդ խաղաղության պատկերը, տեսլականը այնքան մեծ են փորձում ներկայացնել, որ կողքին պատերազմը, քո կողքին պատերազմը, մեզ վրա չի, ասում են դե հիմա էլ են ասում են ինչ անեն, քո հրացանները չենք վերցնի հետ գնանք իրար։ Այսինքն իրանք տանում են մի կերպար, ասենք մի կյանքի կերպարը ներկայացնում եւ իրանք ընտրողի մոտ այդ այսպես ասենք, պերաշտի ուտելը խաղաղ բանով, դու դա հասկանալ, դա շարքային քաղաքացու նմանվելու տեխնոլոգիա է, այսպես։ Այ դա այսպես խաղաղ ապրելու պայմաններում հանգիստ կարկանդակ ուտելը եւ այլն դա բխում է այդ կերպարի ենթակետն է։ Հիմա դու էլ քո կերպար, կյանքի կերպար ներկայացու, որի ենթակետը հարկերը զրոյացնելն է, ինչ որ չգիտեմ, դեղին իջացնելն է, եթե կյանքի կերպար չկա, զուտ է տնտեսական հարցերը, վստահ ես, որ այդ տնտեսական հարցերը մարդկանց կստիպեն գնալ քեզ քվեարկելու։ Այս է հարցը։ Վստահ ես, որ այդ տնտեսական հարցերը կստիպեն, կարող է շատ լավ բան է, այստեղ պետք է զգուշ լինել, շատ հիանալի է այդ կետերը, որ դու ներկայացնում ես, բայց մի բան է, երբ որ դու ասենք ներկայացնում ես այդ հիանալի կետերը, ուրիշ բան է, իսկ այդ հիանալի կետերը ընտրողին կստիպի գնալ քեզ քվեարկելու, թե ինքը կասի գիտեք ինչ, շատ լավ կետ, շատ լավավոր հարկեր իջացնում ես, բայց ինձ հետաքրքրում է խաղաղությունը ու հանգստությունը կամ չգիտեմ, Ռուսաստանի ռազմական դաշինք ընկելը, որ հանգած Ադրբեջանը չարձակվի, առավել եւս գիտենք, Իրանը նաեւ խիստ անհրաժեշտություն պետք է նշենք, չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը չի հարձակում Հայաստանի վրա միմիայն նրա համար, որտեղ Վարակսից հարավ գտնվում էր Իսլամական հեղափոխության պահպանների 4-ը կորպուս, որը թույլ չէր տալիս Ադրբեջանին ճեղքել եւ գրավել ուրեմն այդ Սյունիքի մարզը։ Իսկ հիմա մի քիչ խնդրահարույց է այդ ուրեմն։ Իդեպ ես այդ առումով մի դիտարկում ներկայացնեմ, իշխանության ներկայացուցիչները այսօր ասում են, որ դուք ընդդիմությանն էին մեղադրում, ասում են դուք ժամանակին ասում էիք, որ թափահարում էիք այդ թեզը, թե պետք է Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքեինք։ Հիմա որ կնքած լիներ Հայաստանը, գիտեք ինչ վատ վիճակում կհայտնվեր։ Չէ, նախ վատ վիճակում չէր հայտնվում, որտեղ Իրանի ռազմաքաղաքական դաշինքը նախ չէր ասա, բանը կնքած ոչ մի երկիր, հələ որ վատ վիճակում չէ, Ռուսաստանը, Չինաստանը եւ մյուս երկրները հələ որ վատ վիճակում չէ, սա մեկ եւ երկրորդ։ Երբ որ ասում են Իրան հետ կնքել, նկատի չունեն միայն Իրանի հետ, նկատի ունեն BRICS անդամ երկրներ, որտեղ եւ Իրանը եւ Ռուսաստանը եւ Չինաստանը եւ Հնդկաստանը կա եւ քո անվտանգությունը դնում ես կախում ես բազմաթիվ հզորների հետ ես կանգում ռազմաքաղաքական դաշինք դառնալով այդ միության անդամ եւ ոչ թե միայն Իրանի հետ ես կանգում դու այդ ամբողջ աշխարհի այդ բլոկի հետ ես կանգում ոչ թե ՆԱՏՕ-ի հետ ես կանգում այ իրանց հետ ես կանգում իրանց հետ կնքելը քեզ հələ ոչ մի բան պրոբլեմ չի տվել հիմա ասեմ Իրանը կարողացավ պայել եթե Իրանում շատ շուտ իշխանություն ձևավորվի որը սկսի հաղթել բանին այդ միացյալ նահանգներն սա հակառակ կողմն է, որտեվ եթե Իրանում իրականում շատ շուտ ձևավորեց իշխանությունը եւ ինքը անդադ երկարատև պատերազմ, ասենք, մի 15-20 օր, ոչ միայն դիմաց, այլև 15-20 օր
պարտադրեց մարտական գործողություններ, Միացյալ Նահանգներում շատ լուրջ խնդիր է լինելու։ Այդ դեպքում իմացեք, որ Իրանը թույլ չի տալու այդ թրիփի աշխատանքը վերադառնալով այդ ձեր հարցերից մեկին, որտեղ սա հայ-ամերիկյան, այսպես ճակերտավոր կոմերցիոն է իրական հակաիրանական տարածք է։ Եթե հաղթող դուրս եկավ այս ամեն ինչից Իրանը, նա թույլ չի տա այլևս թրիփը Չէ, նա թույլ չի տալու։ Նա կվերանայմա խնդիր կդնի։ Ճանապարհով թույլ չի տա, եթե դա Հայաստան, Ամերիկայի, Հայաստան եւ ԱՄՆ համագործակցությունն է։ Կասեք կամ վաճառում եք ինձ, կամ էլ վստահեք, որ դուք կարողանաք այնտեղ ինչ-որ շինական աշխատանք անել։ 91 միլիոնոց երկիր է, այնտեղ կարող է մի, չգիտեմ, 10,000 հոգի ֆազերը գցի, զենքը վերցնի, գա մեղրիում նստի։ Ինչ եք անելու։ 91 միլիոնոց երկիրը ամեն տեսակի ոնց որ ժողովուրդ կա։ Հիմա կարող է ինչ-որ մի 1000 հոգի էլ ավտոմատները վերցնի, գա համարի, որ դա իր համար վտանգ է, սահման անցնի, գա նստի տեղ։ Ինչ եք անելու։ Իհարկե հասկանալ է, որ 1000 հոգին հենց այնպես չի գալու, եթե կարելի այդպես ներկայացնել, բայց բոլորն էլ հասկանալի են, որ 1000 հոգին կարող են ուղարկել, եթե Իրանը եկավ բան է, ասենք հաղթող վիճակ եղավ, իսկ հաղթող վիճակ այս պայդրությամբ չենք ասի պարտում է, չենք ասի հաղթում, դա համար սպասում ենք, դեռևս սպասում ենք ով կանտարվի այնտեղ այաթոլլա։ Վերադառնալով ընտրական գործընթացին նշենք, որ պակասում են այս բաները, նշեցինք, որ առաջին խնդիրները 4-5 կետից բացի ամենակարևորը նաև ով է քեզ արտաքին քաղաքական աջակցություն անում, այ ուր են մյուս դասած ընտրության մասնակից մյուս ուժերը, հա, բացի որ գնում են, ներկայացնում են եւ այլն։ Շատ դեպքերում տեսնում ենք շատ գորշ քարոզարշով արդեն, շատ գորշ քարոզարշով։ Կողմից գորշ։ Դա պատկերացեք 99%-ի կողմից, էլի, գորշ քարոզարշով են։ Չնկատի ունեմ ոչ իշխանության ընդդիմության մասով եք ասում։ Չէ, ընդդիմություն չկա։ Իշխող քաղաքական ուժ, հիշեք, ընտրությունների ժամանակին մասնակցում է իշխող քաղաքական ուժը կամ ԿՊ-ն եւ այլ ուժեր։ Չկա իշխանություն ընդդիմություն, այլ ուժեր։ Իշխանություն ընդդիմություն խոսակ խորհրդարանում, երբ որ այնտեղ կնկարագրվի։ Բայց խորհրդարանական ուժերն էլ են, չէ՞ մասնակցում։ Հիմա ոչ միայն խորհրդարանական ուժերը, ոնց որ թե բան է, հավաս ոնց է թևերի հետ կապված, միասնության թևերը ոնց որ թե խորհրդարանական ուժ չի։ Իդեպ չի ասի, օրինակ ինքը չափավոր արևմտամետ դիրքորոշմամբ ոնց որ փորձում դուրս գա, բայց բավականին գորշ է ստացվում, էլի մի քիչ ոնց որ մեռած այնց մեջքերից բրթելով ոնց որ պետքա գնում են առաջ, էլի դա մի քիչ կյանք պետքա լինի, հասկանում եք, մի քիչ ակտիվություն պետքա լինի, դա բացակայում է։ Հələ մեկը ախր Միացյալ Նահանգներում արագ ինչ որ բաներ են գործընթացներ, այստեղ Ես ոնց որ Քարբատինով շատ դեպքերում մարդկանց բերանից հանում ես բան է այնտեղ խոսքը, որը լսել էլ է, դա չի կարելի։ Ընտրական կամպանիան ինքը ակտիվություն է դրսի։ Առաջիկայում ելի կհանդիպենք, կխոսենք, տեսնենք ինչ ձևի ակտիվացան ընդդիմադիրները։ Շնորհակալ եմ, պարոն Բադալյան։